Բարև ձեզ, այսօր եթերում կիբերչատի հերթական պոդքասթն է, խոսելու ենք երեխաների նկատմամբ առցանց սեռական բռնության մասին եւ զրուցակիցս մանկական հոգեբան Տաթևիկ Աբրահամյանն է, բարև ձեզ Տաթևիկ ջան։ Ողջույն Վիկտորիա ջան։ Իհարկե բավականին բարդ թեմայի շուրջ ենք այսօր խոսելու ձեզ հետ եւ կուզենայի մի փոքր տվյալներ ներկայացնել, որոնք որ վերջերս կարողացանք ստանալ UNICEF-ի, Interpol-ի եւ ECPAT International-ի կողմից արված հետազոտությունից, հենց Հայաստանում երեխաների նկատմամբ առցանց սեռական բռնության վերաբերյալ։ Մենք արդեն գիտենք, որ մոտավորապես 9000 երեխա վերջին տարվա կտրվածքով ենթարկվել է որևէ էպիզոդի առցանց սեռական բռնության որևէ դրսևորման։ Եվ գիտենք, որ երեխաների վրա դա բավականին մեծ ազդեցություն է ունեցել, իհարկե դրա մասին կխոսենք մի քիչ ավելի ուշ, բայց ուզում եմ նախ ձեզ հարցնել այս թվերի համատեքստում, ինչպիսի ազդեցությունների մասին ենք մենք խոսում երեխաների վրա։ Նախ շատ տխրեցնող են այդ թվերը, բայց երևի թե ինչ որ չափով պատկերացում սկսում ենք կազմել այն ժամանակ, երբ որ աշխատանքի մեջ բավականին շատ սկսում ենք առնչվել երեխաների հետ, ովքեր բողոքում են, դժգոհում են կամ լարվածություն են հայտնում, երբ իրենք փորձել են առցանց հարթակում ավելի ակտիվ լինել, նոր ընկերներ ձեռք բերել եւ հանկարծ այդ խոսակցությունը մի փոքր այլ բնույթի է դարձել եւ ստացվել է այնպես, որ իրականում իրենց հետ խոսող մարդը չի եղել իրենց հասակակիցը եւ չի եղել այն մարդը, ով որ ներկայացել է ու արդյունքում շատ ավելի վատ եւ տխուր պատմությունների ենք հանդիպում։ Խոսքը մեծամասամբ կարծում տարիքային խմբի տեսակետից գնում է դեռահասների մասին, որտեղ ավելի փոքրերը կամ հասանելիություն չունեն, կամ դեռևս հետաքրքրված չեն որևէ տեսակի կապ հաստատելով։ Ավելի մեծերն էլ մի փոքր ունեն ավելի զարգացած գիտակցվածություն եւ կարողանում են կառավարել ու ուղղորդել այդ դրսևորումները։ Շատ զգայուն փուլ է մոտավորապես 12-ից 16 տարեկանների շրջանը։ Իրականում առցանց հարթակում բավականին հեշտ է այս տարիքի երեխաներին ենթարկել որևէ տեսակի ազդեցության։ Քանի որ առցանց հարթակը ինքը չի ենթադրում անմիջական հուզական կապ եւ կոնտակտ, երեխաներն էլ բավականին իրենց ազատ եւ հանգիստ են զգում, գիտենք դեռահասության տարիքում այդ գերհուզականությունը կա, բայց քանի որ ես միշտ կարող եմ հեռանալ համակարգչի դիմացից, բավականին հանգիստ են իրենք լինում եւ լավ հանգիստ մտնում են երկխոսության մեջ։ Դեռահասության տարիքի երեխաներին մանիպուլացնելու համար առանձնապես մեծ ջանքեր գործադրել պետք չի, հատկապես երբ որ դիմացինը մեծահասակ է։ Հիմնականում դա տեղի է ունենում ավելի հուզական կապ ստեղծելու, մի ապահով մթնոլորտ ձևավորելու եւ երեխաներին քննարկման դաշտ բերելու, որի արդյունքում երեխաները սկսում են վստահել դիմացինին, սկսում են իրենց հետ խոսել, քննարկել ամենատարբեր հարցեր, իրենց անձնական հարցերից, ընտանեկան հարցերից, մի փոքր ավելի վստահելու դեպքում սկսվում է արդեն մոտավորապես նկարներ խնդրել, բաց նկարներ խնդրել, սեռական բնույթի տեքստեր ուղարկել եւ խնդրել, որ իրենք եւս դա փորձարկեն, իմ դեպքերից կարող եմ ասել, երբ որ խնդրել են, որ հետաքրքիր է, օրինակ քեզ էլ դուր կգա, քանի որ դու նոր ես այդ տարիք մտել, վստահ եմ սեռական ցանկություններ դու էլ ունես, կարող ես փորձել, որը արդյունքում ավարտվում է շատ բացասական դեպքերով եւ քննարկումներով երեխաների հետ։ Բայց երևի վստահության դաշտ մտնելը եւ հուզական մանիպուլյացիաների ենթարկելը ամենաառաջի դրսևորումն է, որով դեռահասները մտնում են այդ դաշտ եւ ներառվում են այդ քննարկումների մեջ։ Մենք նաև գիտենք, որ հիմնականում երեխաներին երկու եղանակով են ներգրավում այսպիսի իրավիճակների մեջ, մի դեպքում դա գրումինգն է, իրավիճակը, երբ երեխայի մոտ վստահություն են ձևավորում, դեռահասին ներշնչում են, որ ինքը յուրահատուկ է, սիրված է, հասկացված է, եւ շատ արագ, ինչպես որ Տաթևիկն արդեն ասաց, ձևավորվում է այդ վստահությունը դեռահասի մոտ, որովհետև հեշտ է մանիպուլացնելը եւ երեխան սկսում է վստահել, իրեն հատուկ զգալ եւ հետեւաբար այն ամենն ինչ անում է դիմացինի խնդրանքով, անում է այդ վստահությունից դրդված։ Եվ հետո շատ հաճախ այս ամենն օգտագործում է սեռական շորթման նպատակով, այսինքն որևէ նկարներ խնդրելու, պահանջելու, արդեն սպառնալու, որ այդ նկարները չտրամադրելու դեպքում կամ որոշակի գործողություններ չկատարելու դեպքում հարազատները կիմանան, շրջապատը կիմանա, դպրոցը կիմանա եւ այսպիսի գրումինգի եւ ապա շորթման հաջորդականության մեջ երեխան բռնության է ենթարկվում եւ սա միայն սեռական բռնություն չի, սա առաջին հերթին նաեւ հոգեբանական բռնություն է, որովհետեւ երեխայի համար իրավիճակը, որտեղ ինքը թվացial ապահով համացանցային դաշտում հայտնվել է իրական վտանգի առջև, շատ ծանր իրավիճակ է եւ գիտենք նաեւ, որ արդեն վիճակագրորեն հաստատված եղանակով Հայաստանից գիտենք, որ
12 անգամ ավելի մեծ է հավանականությունը, որ երեխայի մոտ առաջանում են ինքնասպանության մտքեր, 21 անգամ ավելի մեծ հավանականությամբ երեխայի մոտ առաջանում է ինքնավնասման, ինքնախարազանման տարբեր տեսակի վարք, մտքեր եւ դրսևորումներ։ Իրականում, երբ որ քննարկում եք այն դրսևորումները, որոնք երեխաները կարող են ունենալ, իրենք շատ տիպիկ են տարիքային դրսևորումներին, հատկապես շատ արտահայտված է լինում վախի ու անհանգստության զգացողությունը ծնողների հանդեպ, որ եթե ես պատմեմ, ինձ չեն հասկանա։ Եթե ես պատմեմ, ինձ կմեղադրեն։ Իրականում պետք է մի քիչ ցավով նշեմ այն մասին, որ որոշ դեպքերում դա հենց այդպես է լինում է։ Երբ որ երեխաները բացվում են, կիսվում են, քննարկում են ծնողների կամ մեծահասակների հետ, ցավոք սրտի արձագանքը լինում է՝ բա դու ինչ ես արել, որ այդ ամեն ինչը այդպես է եղել։ Կամ մենք քեզ 1000 անգամ ասեցինք՝ մի մտի, ոչ մի բան մի արա այդ դաշտում, դու մեզ չլսեցիր, գնացիր, արեցիր, դու մեղավոր ես։ Սովորաբար այս արձագանքը լսելուց հետո երեխաները այլևս ոչ մի տեղ, ոչ մի ձև չեն ցանկանում բացվել, խոսել, քննարկել։ Ու ստացվում է, որ իրենց խնդրի հետ, իրենց հուզական դաշտի խնդրի հետ իրենք մնում են լրիվ միայնակ, առանց ծնողների, առանց մեծահասակների։ Միակ մարդիկ, ում իրենք կարողանում են այդ իրավիճակում վստահել, ստացվում են հասակակիցները, սկսում են կիսվել հասակակիցների հետ։ Եկեք պատկերացնենք ինչ է տեղի ունենում, երբ որ մի հուզականորեն անկայուն մարդ է սկսում է կիսվել մեկ այլ հուզականորեն անկայուն մարդու հետ, լուծումները այս իրավիճակում ամենալավը չեն լինում, այն ինչ որ ես շատ հաճախ հանդիպում եմ, դա կարող են լինել ուղղորդումներ դեպի ինչ-որ ֆորումներ, որտեղ դեռահասները քննարկում են նմանատիպ իրավիճակներ, կարող են լինել քննարկումներ, շատ քիչ է լինում են, որ հասուն եւ գիտակից դեռահասներ են լինում, որ խորհուրդ տան կիսվել մեծահասակի հետ, կարող են ասել, որ այ օրինակ մեզնից 2 տարի մեծ ինչ-որ մեկի մոդել կա նմանատիպ իրավիճակ, արի գնանք իր հետ խոսենք, եւ լուծումները եւ ֆորումներում եւ 2 տարի մեծ դեռահասի հետ սովորաբար լինում են շատ վնասող ու բացասական։ Ունենալով ամոթի զգացում, մեղքի զգացում եւ մեղադրված լինելու այդ զգացողությունը դեռահասներին մնում է միայն օրինակ դիմել նույն ինքնավնասման տարբերակին, քանի որ շատ մեծ վախ ունեն չընդունված լինելու եւ մերժված լինելու։ Ու ծնողական ու մանկավարժական արձագանքների մեջ ամենալուրջ խնդիրը, որ առաջանում է նմանատիպ դեպքերում, երբ որ երեխաները նույնիսկ այդքան հավաքում են իրենց համարձակությունը եւ կիսվում են, մեղադրանքն է, որը երևի այն ամենակարևոր բանն է, որից պիտի խուսափենք բոլոր մեծահասակներով, եթե հանդիպում ենք նմանատիպ որևէ արձագանքի երեխայի կողմից։ Իրականում իրավիճակի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը ծնողների կողմից թերևս իսկապես նախապես եւ ոչ թե իրավիճակը ծագելուց հետո երեխայի հետ, դեռահասի հետ դրական ծնողավարման կոնտեքստում վստահելի փոխհարաբերությունների ստեղծումն է։ Շատ կարևոր է երեխայի հետ խոսել առցանց կյանքում անվտանգության կանոնների մասին, որպեսզի երեխան ինֆորմացիան ընդունելի եւ ոչ ընդունելի սահմանների եւ անվտանգության կանոնների մասին իմանա հենց իր ծնողներից կամ իմանա հենց իր ծնողների օգնությամբ որևէ վստահելի աղբյուրից, ինչպիսին օրինակ կիբերչատի առցանց հոդվածներն են, որտեղ բավականին օգտակար ինֆորմացիա կա այն մասին, թե ինչ կարելի է եւ ինչ չի կարելի անել առցանց վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար։ Բայց կարևոր է նաեւ, որ ծնողները ընթացքում, ինչպես որ մենք մեր երեխայի կյանքին հետևում ենք ոչ առցանց տիրույթում եւ ուղղորդում ենք երեխային իր զարգացող այսպես իրավունքների իրականացման ունակությանը համընթաց, այնպես էլ առցանց իր կյանքում կարողանանք ուղղորդել երեխային համանմանորեն, իհարկե հաշվի առնելով, որ դեռահասները շատ ավելի մեծ պահանջ ունեն եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ իրենց անձնական տիրույթի, բայց այդ վստահելի հնարավորությունները թույլ կտան, որ երեխան կարողանա դիմել ծնողին։ Եվ եթե երեխան դիմեց ծնողին, այստեղ արդեն շատ կարևոր է արձագանքի մյուս հատվածը, խուսափել մեղադրական որևէ արձագանքներից եւ երեխայի հետ միասին գտնել լուծման ճիշտ ձևերը, որովհետև պետք է նաև ընդունենք, որ շատ հաճախ ծնողները իրենք չգիտեն ինչ է պետք անել։ Մենք ունենք այդ սերնդային անջրպետը մեր երեխաների հետ եւ երբեմն իրենք իսկապես ավելի լավ գիտեն ինչպես խուսանավել դժվարությունները առցանց տիրույթում, քան մենք, բայց երբ իրենք բախվում են նմանատիպ իրավիճակների, իհարկե իրենք չեն կարող այնտեղ միայնակ մնալ եւ մենք անպայման պետք է իրենց ուղեկցենք եւ ուղղորդենք այս գործընթացում։
Շատ կարևոր է, որպեսզի նաև բոլոր այն աշխատակիցները, որոնք առնչվում են երեխաների հետ, առաջին հերթին իհարկե մանկավարժության ոլորտի պատասխանատուները, որովհետև իրենք երեխաների հետ շփվում են առօրյա ռեժիմով, կարողանան վերապատրաստված լինել, իրազեկ լինել, ճանաչելու բռնության նշանները, եւ բռնության նշանները ոչ միայն իրական կյանքում, այլ կիբեր բռնության նշանները, որոնք արտահայտվում են երեխայի վարքի միջոցով, տարբեր դրսևորումների միջոցով եւ կարողանան այդ հարցերը ժամանակին բարձրացնել, քննարկել եւ երեխաների հետ եւ ծնողների հետ, որպեսզի այդ լուծումները լինեն ոչ ժամանակավրեպ, լինեն ժամանակին։ Եվ մենք չունենանք արձագանքելու կարիք այն պահին, երբ երեխան արդեն բավականին խորն է խրված իր իրավիճակի մեջ եւ իսկապես ելք չի տեսնում այդ իրավիճակից։ Իրականում, երբ որ ասացիք այն մասին, որ երեխաները իրենք շատ լավ են պատկերացնում համացանցային հարթակը, բոլոր տեխնոլոգիաները, այո, իրականում հիմա բոլոր երեխաները, դեռահասները, երիտասարդները ավելի լավ գիտեն ինչ անել այդ հարթակում, քան ցանկացած մեծահասակ։ Բայց երևի գիտեն ավելի շատ տեխնիկական կողմի մասով, երբ որ հարցը հասնում է ավելի հաղորդակցմանը, հուզական ներգրավվածությանը, իրենց լարվածությունը այդտեղ սկսում է մեծանալ, որտեղ իրենք ի սկզբանե իրենց տարիքային առանձնահատկությունով պայմանավորված ունեն լավը լինելու, լավը ներկայանալու, ընդունված լինելու եւ խմբի մեջ ներառված լինելու կարիք։ Հիմա թե այդ խումբը ինչ է իրենց հրամցնում, ինչ է իրենց տալիս, երևի այդքան մեծ հետաքրքրվածություն ի սկզբանե չեն ունենում։ Եվ ուղղակի մտնում են։ Ես այս վերջերս տեղեկացա, որ նույնիսկ կարծանց շատ խաղերի մեջ կան զրուցարաններ եւ զրուցարաններում տեղի են ունենում սեքթինգի տիպի երկխոսություններ։ Եվ երբ որ դուք խաղի մեջ եք լինում, հետաքրքիր է, դուք նույն քննարկում ունեք, հետո կամած այդ զրույցը դառնում է ավելի անձնական ու արդյունքում այդտեղից եւ դուրս գալ է եւ փորձել լուծել այդ խնդիրը դեռահասի համար լինում է շատ մեծ բարդություններ ենթադրող։ Ծնողների հետ կապված երբեմն մեր ծնողները մտածում են խնդրի մասին այն ժամանակ, երբ որ այդ խնդիրը շատ ծայրահեղ անհանգստացնելու մակարդակի է հասած լինում։ Եվ հա, երբեմն լինում է բավականին ուշ։ Կանխարգելիչ աշխատանքների տեսակետից մեկ-մեկ ինձ հարցում են, ասում են, ինչ անենք, որ հեռախոս չօգտագործի, ասում եմ, եկեք մի հատ մտածենք, ինչ անենք, որ դուք չօգտագործեք հեռախոս, տարբերակ կա, երևի չկա տարբերակը։ Ու խոսել են մասին, որ եկեք մի բան մտածենք, որ դեռահասները, երեխաները չկպնեն հեռախոսին եւ համացանցի հետ կապ չունենան, իրատեսական չի։ Այդ երեխաները ծնվել են այդ իրականության մեջ ու կարիք ունեն օգտագործելու այն, ինչը տվյալ ժամանակի համար առաջնային կարիք է հանդիսանում։ Ու այստեղ գալիս է առաջնային հարց, ինչպես սովորեցնել երեխաներին օգտագործել եւ համացանցը եւ տեխնոլոգիաները, որ իրենց համար ավելի վտանգավոր չլինի։ Առաջին երևի բանը, որ ես միշտ ծնողների ու մանկավարժների հետ խոսում եմ, այդ այն մասին է, որ եկեք չընդունենք որպես չարիք ոչ համացանցը, ոչ էլ հեռախոսները։ Մենք երեխաների համար կարող են լինել լավը օգտակար, ինչպես մեր համար։ Եվ երբ որ զրույցը սկսվում է այս քննարկման տեսակետից, որ ես գիտեմ, որ քեզ համար կարող է սա շատ կարևոր լինել, ես գիտեմ, որ նույն համացանցում կարող ես շատ կարևոր տեղեկություններ գտնել քեզ համար։ Սա բերում է առաջնային վստահության դաշտ երեխաների համար։ Երբ որ կա վստահությունը, իրենք սկսում են արդեն այդտեղ քննարկել եւ բացվել ու խոսել այդ մասին։ Ու հոգեբանության մեջ հուզական վավերացման մասին ենք ասում, այսինքն երբ որ ես սկսում եմ խոսել երեխայի հետ այն տեսակետից, որ ես տեսնում եմ, որ դա քեզ համար կարևոր է, ես զգում եմ, որ դու այնտեղ շատ քեզ համար դրական ժամանակ ես անցկացնում, բայց արի միասին հասկանանք ինչպես դա կարելի է օգտագործել։ Ես էլ քեզ հետ այն բոլոր տիրույթներում, այն բոլոր դաշտերում, որտեղ դու գտնվում ես։ Դա Instagram-ն է, արի մտնենք իրար հետ Instagram-ում, տեսնենք այնտեղ ինչ կարելի է անել։ Դա Facebook-ն է, այնտեղ անենք, դա այլ առցանց հարթակ է, արի հասկանանք դու քո սահմանները որոնք են, ինչպես ես պաշտպանվում, ինչ ես անում։ Նույնիսկ երբեմն առաջարկվում է ունենալ շատ խաղարկային տարբերակներ, արի պատկերացնենք, ես ինչ որ մեկն եմ, ով որ քեզ սկսում է գրել, մի բան, որը քո դուր չի գալիս։ Դեռ պարտադիր չի սեռական բնույթի նամակների մասին խոսենք, բայց առհասարակ, երբ որ սկսում ես համացանցում խոսել եւ քո դուրը չի գալիս, գործողություններդ որոնք են, ինչ տարբերակներ կա, որ դու կարող ես անել։ Իմ հետ կարող ես խոսել, կարող ես սահմանափակել ու ասել, որ դու այլևս չես ուզում այդ թեմայով խոսել, քննարկել, եւ երբ որ ծնողից իրենք լսում են այս հաստատումը, որ դու կարող ես ասել, որ դու չես ուզում խոսել եւ դուրս գաս այդ չաթից, երեխաների համար այս լինում է շատ ապահով միջավայր, որ իմ ծնողը ինձ տվեց այդ թույլտվությունը, որ ես կարող եմ կիսատ թողնել խոսակցությունը եւ դուրս գալ այդ քննարկումից։ Իրենց համար կարեւոր է զգալ, որ կա տեղ, որտեղ իրենք կարող են խոսել այդ մասին։ Երեխաները դա զգում են այն դեպքում, երբ որ մենք ենք սկսում թեման բացել, որ կարող է լինել,
սեռական բնույթի քննարկումներ քեզ հետ։ Առանց ամաչելու, առանց լարվելու, առանց նեղվելու, որ քեզնից կարող են ուզել մերկ նկարներ։ Քեզնից կարող են ուզել նկարներ քո մարմնի տարբեր մասերի, դու դրանք չես ուղարկում, երբ որ դա տեղի է ունենում, անպայման ինձ ասում ես այդ մասին, քանի որ հետևանքները այսպիսինն են լինելու։ Բայց երբ երեխան նախապես ծնողից լսում է այդ մասին, որ կարող է այսպես լինել քեզ հետ, սա նաև առաջացնում է այդ զգացողությունը, որ փաստորեն իմ մաման, իմ պապան այդքան էլ ինձնից հեռու չեն, իրանք էլ գիտեն ինչ-որ բաներ, որ հիմա տեղի են ունենում։ Ու սա առաջացնում է էլի այդ կայունության զգացողությունը, որ ես տեղ ու տարածք ունեմ, որտեղ կարող եմ դիմել, որտեղ կարող եմ քննարկել։ Եթե գանք այն կետին, որ արդեն տեղի ունեցավ ցավոք, եղել է ամեն ինչ, ու երեխան ուղղակի համարձակություն է հավաքել, ես որպես ծնող տեսել եմ երկխոսությունները, արձագանքել եմ, դուք էլ նշեցիք այդ մասին, մեղադրանքը վերջին բանն է, որին մենք գալիս ենք, կամ առհասարակ մի բան, որին չենք էլ հասնելու։ Առաջին կարևոր պայմանը արդեն լինելու դեպքում դա անվերապահ ընդունման գաղափարն է, անկախ նայած դու ինչ ես արել, քո մեղավորությունը ինչ չափի ա եղել ա չի եղել, ինչ ա տեղի ունեցել, ես որպես քո ծնող միանշանակ ընդունում եմ քեզ եւ քո կողքին եմ։ Չկա տարբերակ, որ ես քեզնից հրաժարվեմ։ Հետո արդեն միասին կսկսենք քննարկել, ինչ կարելի է անել, ինչ օրինական մասեր կան այդ հարցը կարգավորելու, ինչ կարող ենք անել։ Բայց առաջին հարցը որպես ծնող, ես հուզականորեն քեզ հետ եմ, դու իմ համար ընդունելի ես անկախ ամեն ինչից։ Տաթևիկ ջան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այսօր այսքանը, հիշեցնում եմ ամենակարևոր անելիքների մասին։ Եթե առցանց երեխայի հետ տեղի ունեցել որևէ բռնության էպիզոդ կամ կան նման էպիզոդի վտանգ, անպայման անհրաժեշտ է հենց սոցիալական ցանցում կամ առցանց որևէ այլ հարթակում, որտեղ դա տեղի ունենում, հաղորդում իրականացնել։ Անհրաժեշտ է, եթե դուք երեխա եք, անպայման կիսվել որևէ վստահելի մեծահասակի հետ, ծնողի հետ, ուսուցչի հետ կամ որևէ այլ վստահելի մեծահասակի հետ։ Եթե դուք ծնող եք, անպայման օգնեք երեխային, մի մեղադրեք, դիմեք օգնության, եթե զգում եք, որ ինքնուրույն չեք կարողանում հարցի լուծումը տալ, եւ վերջապես, եթե որևէ այս process-ում խորհրդի, օգնության, աջակցության, նյութերի կարիք ունեք, դիմեք կիբերչատ, որովհետև կիբերչատը այն եզակի հարթակներից է, որտեղ դուք կարող եք ստանալ եւ տեխնիկական, եւ իրավաբանական, եւ հոգեբանական օգնություն, եթե երեխայի հետ առցանց տեղի ունեցել որևէ միջադեպ։ Շնորհակալություն։